Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ամենալայն տարածաշրջանների շահերին, հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան։ Ինչու Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց այս հարցն այսօր Գորիսում անձամբ բարձրացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինին եւ ինքն էլ պատասխանեց ինչու հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի։ Արամ Ղազարյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից, կառավարության որոշումն ընդունվել է գրավոր ընթացակարգով։ Ըստ շրջանառվող լուրերի Ղազարյանն առաջիկայում նշանակվելու է Հայաստան Հանրապետության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարության փոխնախարար։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արևելյան գործընկերության հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Թուրքիա կարգավորման գործընթացին։ Ստամբուլում ավելի քան 1.5 ժամ ուշացումով մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններն, ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 14:00-ին։ Նշենք, որ բանակցություններին կմասնակցեն նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը եւ հետախուզական ծառայության պետ Իբրահիմ Քալանը։ Մադրիդի Ռեալի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատրաստվում է լուծել թիմի հավասարակշռության հարցը, որի մասին շատ էին խոսում Կարլո Անչելոտիի վերջին մրցաշրջանում։ Ինչպես հաղորդում է Մարկան, Ալոնսոն պաշտպանվելիս պահանջելու է բոլոր հարձակվողների լիարժեք մասնակցությունը, ոչ ոք չի ազատվի իր պաշտպանական պարտականություններից, քանի որ իսպանացի մարզիչը կարծում է, որ ուժեղ պաշտպանությունը կառուցվում է ամբողջ թիմի ջանքերով։